Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Նանի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, որ իրադարձությունները նախամարոտ։ Հոկտեմբերի 1-ից 2-ը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այց կկատարի Լեհաստան մասնակցելու Վարշավայի անվտանգության համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտավորությունները, սակայն կհանդիպեն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները, թե ոչ, կորոշեն իրենք, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նաև նշել է, որ իրենք միշտ պատրաստ են իրականացնել այն, ինչ պայմանավորվել են սկսած 2020 թվականի նոյեմբերից։ Ռուսաստանի վարչապետն էլ հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Միխայել Միշուստինը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ եւ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստերին։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է մոտ 1 տարվա հակամարտության ընթացքում Իսրայելն այսօր վաղ առավոտյան առաջին անգամ ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին։ Օրվա միջազգային անցուդարձը։ Հայաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ որևէ արցախցու դիմում չի մերժվել, այս մասին ասել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելի Դավթյանը։ Ծառայությունից եւս մեկ անգամ հայտնում են, արցախցիներին տրամադրված 070 կոդով անձնագիրը Հայաստանի քաղաքացիություն չի շնորհում արցախցիներին։ Տեղի է ունեցել իրանական առևտրի կենտրոնի բացման արարողությունը։ Իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի երկու երկրների տնտեսական եւ առևտրային հարաբերություններին։ Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Հայաստանում առաջին անգամ իրականացվող ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում ծրագրի մեկնարկի արարողությանը։ Միջոցառմանը ներկա եղել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը, որը կարևորել է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը։ Մեր բոլոր խնդիրների լուծման բանալին կրթությունն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Միասնիկյան բնակավայրում Հայաստանի մանուկներ հիմնադրամի նոր սմարթ կենտրոնի կառուցման հիմնարկեքի եւ սմարթ ավանի առաջին կառույցի Յուրջյանի անվան երեխայի եւ ընտանիքի կենտրոնի բացման արարողությանը։ Ցանկացած ճգնաժամ եւ խնդրեմ, երբ որ մենք ունենում ենք, մենք պետք է արձանագրենք, որ դա գիտելիքի պակասից է։ Ուրիշ որևէ պատճառ չկա։ Այդ նշանակում է, որ մենք օրինակ վատ գիտենք մեր տարածաշրջանը, վատ գիտենք ինքներս մեզ, վատ գիտենք այն աշխարհը, որում ապրում ենք, վատ գիտենք այն process-ները, որոնք տեղի են ունենում։ Եվ այս շրջափուլից դուրս գալու ամենակարևոր արձանագրում իմ կարծիքով հետևյալն է, որ մենք պետք է արձանագրենք եւ պետական, եւ հանրային, եւ ազգային մակարդակում, որ մենք 21-րդ դարում մրցունակ լինելու համար անհրաժեշտ գիտելիքներ դեռևս չունենք, թե ազգային մակարդակում, թե պետական մակարդակում, թե հանրային մակարդակում, եւ դա նշանակում է, որ շատ դեպքերում նաեւ այո անհատական մակարդակում։ Իհարկե իմ այստեղ ներկա գտնվելը առաջին հերթին գնահատանք է Հայաստանի մանուկներ հիմնադրամին, մեր նվիրատուների նվիրվածությանը այս օրակարգին, բայց ոչ պակաս է, պակաս նշանակությունը այն է, որ ինձ համար կարևոր է ընդգծել, որ մենք որպես ազգ, որպես պետություն եւ անհատապես յուրաքանչյուրս ունենք կրթվելու կարիք։ Եվ նաև սա է պատճառը, որ այսօր ես սկզբունքորեն Հայաստանում բոլոր նորակառույց դպրոցները ես այցելում եմ անպայման, աշխատում եմ բոլոր մանկապարտեզներում լինել, որովհետև ես համոզված եմ, որ որևէ մեկը հակառակում չի կարող համոզել, որ մեր բոլոր խնդիրների լուծման բանալին կրթությունն է։ Հոկտեմբերի 1-ից 2-ը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այց կկատարի Լեհաստան մասնակցելու Վարշավայի անվտանգության համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Ռուսաստանն էլ պատրաստ է կատարել իր պարտավորությունները, սակայն կհանդիպեն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները, կորոշեն իրենք, հայտարարել է ՌԴԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան հաջորդած մամուլի ասուլիսում Լավրովը նշել է, ամերիկացիները իսկապես ցանկանում են գերիշխող լինել, ինչպես Մերձավոր Արևելքում։ Նրանց համար կարևոր է ցույց տալ, որ իրենք են տերը, եթե դա ձեռնտու է մեր ադրբեջանցի ու հայ ընկերներին, ապա սա համապատասխան ղեկավարների ընտրությունն է։ Մենք միշտ պատրաստ ենք իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք
մեր մասնակցությամբ սկսած 2020 թվականի նոյեմբերից։ Երկու տարվա ընթացքում Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները հանդիպել են ևս 3 անգամ։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ, կան սահմանների սահմանազատում իրականացնելու մեխանիզմներ եւ այլն։ Մենք պատրաստ ենք կատարել այնտեղ ամրագրված մեր բոլոր պարտավորությունները, նշել է ՌԴԱԳ նախարարը։ Ռուսաստանի վարչապետը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կլինի Հայաստանում։ Միխայիլ Միշուստինը Երևանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի 40-րդ եւ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստերին։ Նշվում է, որ Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղստանի իր գործընկերների հետ Միշուստինը կքննարկի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները։ Ակնկալվում է նաև, որ ԵԱՏՄ երկրների վարչապետները կդիտարկեն ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական գործակցության հիմնական ուղղությունները մինչև 2030 թվականը։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է, մոտ 1 տարվա հակամարտության ընթացքում Իսրայելը այսօր վաղ առավոտյան առաջին անգամ ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, հարվածի հետևանքով վնասվել է բնակելի շենք։ Որոշ միջազգային փորձագետներ եւ լրատվամիջոցներ են հայտնում այս շաբաթ արդեն Իսրայելի կողմից Լիբանանի դեմ ցամաքային ռազմական գործողություններ սկսելու մասին։ Երեկվանից տեսանյութեր են տարածվում, որոնցում երևում է Լիբանանի սահմանի մոտ կուտակված իսրայելական ծանր տեխնիկան։ Իդեպ Լիբանանում իսրայելական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։ Լիբանանի հայաբնակ շրջաններն այս պահին անմիջականորեն վտանգված չեն, ուստի ներկայում տարհանում կազմակերպելու կարիք էլ չկա, ասել է Լիբանանում Հայաստանի դեսպան Աթաբեկյանը ևս մեկ անգամ հորդորելով Հայաստանի քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Լիբանան հայցելություններից, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա։ Իրանը չի նախատեսում զորքեր ուղարկել Հզբոլլահ շարժման օգնությամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, նշելով, թե Լիբանանն ապացուցել է, որ կարող է ինքն իրեն պաշտպանել։ Միջազգային եւ տարածաշրջանային նորություններին ծանոթացեք տեսաշարով։ Լիբանանյան Հզբոլլահի խորհուրդը խմբավորման նոր գլխավոր քարտուղար է նշանակել Հաշեմ Սաֆիեդինին։ Հաշեմ Սաֆիեդինը զբաղեցնում է Հզբոլլահի գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը եւ խմբավորման հրամանատարական շղթայում երկրորդն էր։ Նա գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի իսրայելական հարվածի հետևանքով Բեյրութում զոհված Հասան Նասրալային։ Ալ-Արաբիան նշում է, որ Սաֆիեդինը Նասրալահի զարմիկն է, նաեւ Իրաքում ամերիկյան ավիահարվածից սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի փեսան։ Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Հզբոլլահի ղեկավարին թիրախավորող հարվածի ընթացքում սպանվել է խմբավորման ավելի քան 20 բարձրաստիճան հրամանատար։ Բեյրութում Իսրայելի կողմից լիբանանյան Հզբոլլահի շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի սպանությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Թել Ավիվ ռեժիմը հանցավոր է ու չի հետևում միջազգային ոչ մի նորմի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Նաեւ կեղծեն Ամերիկայի Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների ղեկավարների խոստումները հրադադարի մասին, որի դիմաց Իրանը չէր պատասխանելու Թեհրանում Իսրայելի կողմից Պաղեստինյան համաշարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայել Հանիեի սպանությունը, նշել է Իրանի նախագահը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը կարծում է, որ բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում իր հակառակորդ հանրապետական Դոնալդ Թրամփը անօրինական միգրացիայի խնդիրը օգտագործում է բացառապես նախընտրական նպատակներով եւ ի վիճակի չէ լուծել այն։ Նման գնահատականով նա հանդես է եկել Կիրակի Լաս Վեգասում կայացած նախընտրական միջոցառման ժամանակ։ Սրանք լուրջ խնդիրներ են եւ մենք գիտենք, որ Դոնալդ Թրամփը չի լուծի դրանք, ասել է Հարիսը։ Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետականները, ինչպես նշում էին լրատվամիջոցները, Թրամփի ճնշման տակ չաջակցեցին Սենատում երկու կողմի համաձայնեցված օրինագծին սահմանին միջոցները խստացնելու վերաբերյալ։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո կկանգնի դատարանի առաջ, հայտնում է ռասիստական եւ այլայտյաց վարքագծի մշտադիտարկման կենտրոնը։ Այս կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախագահի, նրան մեղադրելով իր պետության քաղաքացիներին վիրավորելու համար։ Ռասիստական եւ այլայտյաց վարքագծի մշտադիտարկման կենտրոնը X-ում տեղադրել է դատարանի ծանուցում, որում նշվում է, որ Վարշավայի շրջանային դատարանը գործի լսումը նշանակել է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին։ Նեպալում վերջին 2 օրերին հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 193-ի։ Տեղի իշխանությունների տվյալներով եւս 96 մարդ վիրավորվել է, 31 մարդ անհետ կորած է։ Նշվում է, որ մարդիկ հիմնականում զոհվել են Նեպալի մայրաքաղաք Կաթմանդուում, որտեղ հորդառատ անձրևներ են տեղացել եւ քաղաքի հարավային հատվածի մեծ մասը հեղեղվել է։ Ըստ տեղի իշխանությունների սեպտեմբերի 29-ին եւ 30-ին եղանակը բարելավվել է, ինչը թույլ է տվել ակտիվացնել փրկարարական եւ վերականգնողական աշխատանքները։
Այլ թեմաներ Հայաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ որևէ արցախցու դիմում չի մերժվել, այս մասին ասել է Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելի Դավթյանը։ Նա նշել է, որ շատ արցախցիներ գիրեդասում են մնալ փախստականի կարգավիճակում, քանի որ որոշ մտավախություններ ունեն։ Ծառայությունից եւս մեկ անգամ հայտնում են, արցախցիներին տրամադրված 070 կոդով անձնագիրը Հայաստանի քաղաքացիություն չի շնորհում արցախցիներին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիրը գրավիչ չէ արցախցիների համար, քանի որ դրանից օգտվելու համար անհրաժեշտ է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ 115,000 տեղահանվածներից քաղաքացիություն ստանալու համար մինչև այս պահը դիմել է մոտ 5,000 անձ, որից 3,800-ն արդեն ստացել է այն, իսկ 83-ը դիմումը հետ են վերցրել։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ուսումնասիրության համաձայն նրանցից շատերը ցանկանում են մնալ փախստականի կարգավիճակով։ Կան մի շարք մտավախություններ, որոնք հիմնականում չհիմնավորված են, ուռճացված։ Մենք նույնիսկ անվանում ենք դրանք միֆեր, որովհետև շատ հաճախ այդ հիմնական մտավախությունները ընդհանրապես կտրված են լինում իրականությունից։ Օրինակ, որ կարող է փախստականի կարգավիճակով անձը մշտական եւ օրինական բնակություն հաստատել եվրոպական այս կամ այն երկրում, Հայաստանի սահմաններից դուրս եւ այլն։ Դա այդպես չէ։ Օրինակ, որ վերցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն անձը կզրկվի սոցիալական աջակցության որևէ ծրագրից։ Դա այդպես չէ, որևէ սոցիալական աջակցության ծրագիր մշակված չէ իրավական կարգավիճակի հիմքով, այլ տեղանության փաստն է առանցքում բոլոր սոցիալական ծրագրերի։ Արցախցիներից շատերը կարծում են, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալով նրանք այլևս Արցախ վերադարձի հնարավորություն չեն ունենա։ Նաև մտածում են, թե անձնագիրը փոխելով կորցնում են իրենց ինքնությունը, սակայն ծառայությունից վստահեցնում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը որևէ կերպ չի խոչընդոտելու նրանց վերադարձի իրավունքին։ Այն, որ 1864 որոշմամբ արդեն իսկ դեկլարատիվ բնույթի գործիքով բոլոր տեղահանվածներին առնվազն Լեռնային Ղարաբաղի բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող բոլոր անձանց եւ նույնիսկ հաշվառում չունեցող որոշ թիրախմբերի տրամադրվել է փախստականի կարգավիճակ, դրանով արդեն իսկ ֆիքսվել է ինքնությունը, տեղահանությունը, փախստականության երևույթը, հայրենիքը, հողը, ջուրը, տունը կորցրած լինելու փաստը։ Մինչև այս ցուցաբերած յուրաքանչյուր աջակցություն տրամադրվել է հաշվի առնելով նրանց տեղահանված լինելը, սակայն բնակապահովման ծրագրի համար կարևոր է, որ նրանք դառնան ՀՀ քաղաքացիներ։ Մենք այստեղ կամարտահայտության էլեմենտը բաց ենք պահել, որովհետև քաղաքացիություն ստանալը դա կամավոր գործողության արդյունք է, մարդը պետք է ցանկություն հայտնի, ներկայացնի եւ իրավական կապ ձևավորի պետության հետ։ Շատ կարևոր է նաև այն, որ արցախցիները, որոնք ունեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, այսինքն համարվում են փախստական, Հայաստանի սահմանները հատելիս ներկայացնեն իրենց կարգավիճակը հավաստող վկայական։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունից վստահեցնում են, որ դա արվում է բացառապես անվտանգության նկատառումներով, քանի որ Ադրբեջանը տարբեր քաղաքացիների նկատմամբ հետախուզում է հայտարարել։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի փորձագետ Սերգեյ Ղազինյանն էլ նշել է, որ փախստականի կարգավիճակը ժամանակավոր պաշտպանության ձև է, իսկ քաղաքացիություն ստանալու դեպքում պետությունը երաշխավորում է քո անվտանգությունն այնքան ժամանակ, քանի դեռ չես հրաժարվել տվյալ երկրի քաղաքացիությունից։ Փախստականի կարգավիճակն էլ բնականաբար ունի իր դադարեցման հիմքերը առանցին դեպքերում, ըստ տրամադրվելու դեպքում կանխավարկածը նա է, որ դա գործում է այնքան ժամանակով, քանի չի դադարեցվել։ Իսկ ժամանակավոր պաշտպանության դեպքում կա կոնկրետ ժամկետ դրա համար, որը բնականաբար ունի նաև երկարացման հնարավորություն։ Հայաստանի դեպքում դա 1 տարին է։ Արցախցիներից շատերի համար էլ անհասկանալի է այն, որ նրանք Լեռնային Ղարաբաղում ապրելու տարիներին ստացել են 070 կոդով Հայաստանի Հանրապետության անձնագիր, բայց այստեղ նրանց հորդորում են դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ ստանալ նոր անձնագիր այլ կոդով։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ արցախցիների 070 կոդով անձնագիրը նրանց Հայաստանի քաղաքացիություն չի շնորհում։ Ըստ Լեռնային Ղարաբաղում անձնագրային համակարգի կազմակերպմանն առնչվող հանձնաժողովի Հայաստանը տրամադրում է իր անձնագիրն արցախցիներին որպես ճամփորդական փաստաթուղթ, քանի որ Արցախի Հանրապետությունը միջազգայինորեն ճանաչված չէ։ Այդ երկրի բնակիչներն իրենց անձնագրերով արտերկիր մեկնելու իրավունք չեն ունենա։ Իսկ այսօր արդեն Շենգենյան որոշ երկրների դեսպանություններ հրաժարվում են ընդունել 070 կոդով անձնագրերով դիմողների հայտերը մուտքի արտոնագրերի համար։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը, Արաս ազատ տնտեսական գոտու փոխտնօրենը հայտնել է, թե քանի որ Հայաստանն արդեն միացել է Carnet Passengers կոնվենցիային, այսուհետև հնարավոր կլինի առանց խնդրի Իրան մուտք գործել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներով։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինը նշել է, որ նախկինում հայկական կողմում դժգոհություն կար, քանի որ սեփական մեքենաներով Իրան մուտք գործելու համար ստիպված են եղել զգալի գումար վճարել։ Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալայանն էլ իր հերթին ընդգծել է, որ մուտքի դյուրացումը կխթանի զբոսաշրջությունը։
Տեղի ունեցել իրանական առևտրի կենտրոնի բացման արարողությունը Հայաստանում Իրանի միջազգային առևտրի կենտրոնի հիմնումը մեր երկրի, Իրանի ու Եվրասիական տարածաշրջանի միջև տնտեսական հարաբերությունների նոր էջ կբացի։ Իրանի դեսպանը արդյունաբերության, հանքերի եւ առևտրի նախարարը, նաեւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը վստահություն են հայտնել, որ իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի երկու երկրների տնտեսական եւ առևտրային հարաբերություններին։ Հայաստանում Իրանի միջազգային առևտրի այս կենտրոնն այսուհետև կդառնա տնտեսական կապերի ամրապնդման նոր հարթակ։ Առևտրի հսկայական այս հաստատությունն Իրանի սահմաններից դուրս գտնվող ամենամեծ կենտրոնն է աշխարհում, որն իր հարկի տակ է մեկտեղել պարսկական շուկայի խոշորագույն արտադրողներին։ Նպատակն է Հայաստանն օգտագործելով որպես կապող հանգույց խթանել միջազգային առևտուրը, ընդլայնել արժեքային շղթաները եւ դյուրինացնել ապրանքափոխանակումը պետությունների միջև։ Հայաստանում Իրանի դեսպանը վստահ է, որ իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի երկու երկրների տնտեսական եւ առևտրային հարաբերություններին։ Առևտրի այս կենտրոնի բացումը եւս մեկ անգամ վկայում է Իրանի եւ Հայաստանի միջև խոր բարեկամական հարաբերությունների մասին։ Լիահույս եմ, որ իրանական առևտրի կենտրոնի շնորհիվ մեծ թափ կհաղորդվի երկու երկրների տնտեսական եւ առևտրային հարաբերություններին։ Պետք է ընդգծեմ, որ Իրանի եւ Հայաստանի Հանրապետության միջև առևտրաշրջանառության ծավալը թռիչքային աճ է գրանցել։ Իրանական կողմը վճռական է օգտվելու երկու երկրների միջև առկա բոլոր հնարավորություններից ու պոտենցիալից։ Ցանկացած ոլորտում։ Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական խաչմերուկում իր ռազմավարական դիրքերը, Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանային զարգացման եւ տնտեսական գործակցության էպիկենտրոն։ Ուստի այս նախագիծը կարևոր դերակատարություն ունի այդ գործում։ Հայ-իրանական առևտրի կենտրոնն առաջարկում է միջազգային առևտրի հնարավորություններ բազմաթիվ ոլորտների բիզնեսների համար։ Կենտրոնի ենթակառուցվածքն ու դինամիկ էկոհամակարգը լայնածավալ աջակցություն են առաջարկում այն ընկերություններին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց գործունեությունն ու մուտք գործել Եվրասիական տնտեսական գոտու եւ միջազգային այլ շուկաներ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւս կարևորեց այս կենտրոնի բացումը, նշելով, որ Հայաստանն էլ իր հերթին է հետաքրքրված Իրանում առևտրի կենտրոն ունենալու հեռանկարով։ Ինչպես արդեն փաստվեց, Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը այս պահին կտրուկ աճել է եւ ավելի քան 700 միլիոն ամերիկյան դոլար է կազմում, մոտավորապես նախորդ տարվա ցուցանիշը, բայց մենք հանձնառություն ունենք մոտ ապագայում այդ թիվը հասցնել նախ 1 միլիարդի, ապա, ինչպես պարոն դեսպանը նշեց, հաջորդիվ 3 միլիարդի։ Ես վստահաբար նշում եմ, որ հենց այս առևտրի կենտրոնը մեր դրած նպատակների իրականացման գործում շատ կարևոր դեր կունենա։ Նավթի, գազի եւ նավթաքիմիկատներ արտադրող խոշորագույն պետական ընկերություններն իրենց տաղավարներում ներկայացնում են կենցաղային տեխնիկա, պոլիմերներ, ռետինե արդյունաբերություն եւ շինարարական նյութեր։ Սպառողներն առևտրի այս կենտրոնում կգտնեն ամենատարբեր ապրանքներ՝ գորգեր, կաշվեիրեր, անկողնային պարագաներ, դեղեր, կոսմետիկա, հանքանյութերից եւ մետաղներից ստացված ապրանքներ։ Իրանի արդյունաբերության, հանքերի եւ առևտրի նախարարի խոսքով էլ կենտրոնի գլխավոր առաքելությունը ոչ միայն բիզնեսը բիզնեսին կապող հարթակ լինելն է, այլև գործարքներ կնքելն է, երաշխավորելով ապրանքների որակը, մրցունակը գինը, արագ եւ հեշտ բեռնափոխադրումը, մաքսային աջակցությունը, ֆինանսական եւ վճարային ճկուն մեխանիզմները։ Հայաստանում Իրանի միջազգային առևտրի այս կենտրոնի բացումը նոր էջ, նոր մեկնարկ կարող է լինել երկու երկրների տնտեսական հարաբերությունների մակարդակն էլ ավելի բարձրացնելու համար։ Այն շատ կարևոր է հատկապես մեր երկրների գործարար համայնքների համար։ Իրանի եւ Հայաստանի միջև քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները մեր երկիրը դիտարկում է ԵԱՏՄ շուկաներ մուտք գործելու դարպաս։ Չեմ կարող չնշել, որ այս կենտրոնի բացումը եւս մեկ անգամ վկայում է Հայաստանի եւ Իրանի միջև ձևավորված ամուր բարեկամական հարաբերությունների մասին։ Երկու երկրների ներկայացուցիչները նշում են, որ հայ-իրանական առևտրի կենտրոնը պատրաստվում է դառնալ միջազգային առևտրի եւ գործակցության կարևոր հարթակ, որը ճկուն է բիզնեսի փոփոխական միջավայրի նկատմամբ եւ ունի տարածաշրջանային տնտեսական աճի խթանման զգալի ներուժ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Երեք Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներով հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա։ Միջադեպը տեղի է ունեցել ֆրանս-թուրքական եւ ֆրանս-հայկական թիմերի միջև հանդիպման ժամանակ։ Մամուլը գրում է, որ հայազգի երկու ֆուտբոլիստներ ծեծկրտուկից հետո տեղափոխվել են հիվանդանոց։ Թեմայի մանրամասների մասին կզրուցեմ իմ գործընկեր Այդա Կիրակոսյանի հետ։ Այդա, խնդրում եմ մանրամասնես, ինչ է տեղի ունեցել։ Ֆրանսիական Վալանս քաղաքում Ֆրանսիայում բնակվող թուրքերի եւ հայերի թիմերը սիրողական ֆուտբոլիստները իրար դեմ մրցելիս են եղել, երբ առաջին խաղակեսում հայերը 2-0 առավելության են հասել, թուրք երկրպագուները հանկարծակի հարձակվել են հայերի վրա, մտել են խաղադաշտ դանակներով եւ միանգամից ծեծկրտուքի է վերածվել երկու կողմերի միջև, ինչի պատճառով երկու հայ ֆուտբոլիստ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Շտապ եմ ասել, որ մամուլում տարածվող տեղեկությունները, թե նրանք ծայրահեղ ծանր վիճակում են եւ նրանց կյանքին վտանգ է սպառնում, ճշմարտություն չեն եւ իրականությանը չեն համապատասխանում։ Բնականաբար ինֆորմացիան ճշտել ենք առաջին ձեռքից, հետեւաբար հանգիստ կարող ենք շունչ քաշել, մեր հայրենակիցներին վտանգ չի սպառնում։ Ոստիկաններն են իրականում կարողացել կանխել հետագա սպառնալիքը հայերի նկատմամբ, արագ միջամտել են եւ կանգնեցրել են տեղի ունեցող ծեծկրտուքը։ Այնուամենայնիվ այս միջադեպն աչքի է ընկնում նրանով, որ գորշ գայլի նշանն են ցույց տվել հարձակվող թուրքերը։ Հետևաբար սա ավելին է, քան սովորական երկրպագուներին, այսպես ասած, բնորոշ էմոցիոնալ արձագանքը ցանկացած պարտության եւ տեղի ունեցողը շատ արագ այս ժեստից հետո տեղափոխվում է այլ հարթություն։ Արդեն Թուրքիայի ծայրահեղականների կողմից Հայաստանին ուղղված ատելության, ֆաշիստական այդ ծայրահեղական կրքերի բորբոքմանն է տանում։ Այդա, իհարկե թուրքը մնում է թուրք, անկախ ամեն ինչից, անկախ աշխարհի որ ծայրում է լինի, նա թուրք է մեզ համար եւ դա հայտնի ճշմարտություն է։ Ռասիստական արտահայտություններ են հնչել, ինչպես նշեցիր, միջադեպը տեղի ունեցել հենց այդ գորշ գայլերի զինանշանը ցույց տալով։ Այո, այդ ժեստը ցույց են տվել եւ բացի դա ազգայնական վտանգավոր սպառնալիքներ են հնչեցրել, ֆաշիստական, նաեւ հայհոյանքներ, ինչը չափազանց վրդովվեցրել է Ֆրանսիայում ապրող հայ համայնքին, բազմաթիվ արձագանքներ կան եւ մամուլում եւ սոցիալական տարբեր ցանցերում։ Ես զրուցել եմ մի դեպ տեղի ունեցածի մասին Հայդատի ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի հետ։ Հիմա կխնդրեմ փոքրիկ հատված լսենք զրույցից եւ վերադառնանք տաղավար շարունակենք։ Շատ լավ։ Մեր համար դա անընդունելի է, որովհետեւ առաջին անգամը չի, որ թուրք ինչ որ անձինք Ֆրանսիայում հարձակվում են հայերի վրա։ Եվ նաեւ առաջին անգամը չի, որ մենք հետևում ենք եւ տեսնում ենք, որ այդ անձիկ իրենք գորշ գայլերի նշաններն են անում, իրենց սոցցանցերում Էրդողանի նկարներով, գորշ գայլերի նկարներով կիսվում են։ Մեր համար զարմանալի չի, որ այդպիսի մարդիկ հետո իրական կյանքում հարձակվում են հայերի դեմ։ Մենք արդեն մի քանի անգամ գորշ գայլերի դեմ գործողություններ արել ենք, ամենակարևորը 2020 թվականին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հետ գորշ գայլերի արգելելն էր Ֆրանսիայում։ Իրականում դա շատ դժվար գործ է, որովհետև այդ գորշ գայլերը եւ իրենց կազմակերպությունը պաշտոնապես չեն գրանցվում որպես գորշ գայլեր։ Իրենք օգտագործում են ուրիշ անուններ, մշակութային տուն, չգիտեմ, սպորտի ակումբ, եւ դա հիմա հիմնականում սպորտի ակումբի մասին է խոսքը, եւ տարբեր ուրիշ անուններ։ Դրա համար իրենց դեմ պայքարելը բավականին դժվար է, բայց պետք է ավելի լուրջ պայքար տարվի իրենց դեմ, զուտ գորշ գայլերին արգելել այլևս բավարար չէ։ Հիմա արդեն ամեն անձ, որ մենք կարող ենք տեսնել, որ ինքը գորշ գայլերի անդամ է կամ ինչ որ իրենց նկարներն է կիսվում կամ Էրդողանի այդ գորշ գայլերի իդեոլոգիայով ինքը բաներ է հրապարակում սոցցանցերում, պետք է արդեն սանկցիաների դեմ կիրառվեն։ Լինի դա Ֆրանսիայում, լինի դա Եվրոպայում։ Նախկին ներքին գործերի նախարարը հենց ինքն էր, որ արգելել էր գորշ գայլերին 2020 թվականին, 2024 թվականին արդեն ինքը տարբեր առիթներում ասել էր, որ 2023 եւ 2024 տարբեր առիթներում ասել էր, որ շատ մոտիկից ինքը կհետևի այս հարցերին եւ հետևանքներին։ Հիմա մենք ունենք նոր կառավարություն, երևի գիտեք, եւ փորձելու ենք այս նոր կառավարության հետ աշխատել, համագործակցել եւ նաեւ ասեմ, որ ներքին գործերի նախարարը Բուգին Օղոտայան հայկական հարցերին շատ մոտ է հետևում եւ ինքը շատ տեղյակ է այս բոլոր հարցերին եւ նաեւ արցախյան հարցերին։ Դրա համար հույս ունենք, որ այս գորշ գայլերի դեմը արդեն կկարողանանք առնել։ Իհարկե, ինչ որ եթե մեկը Էրդողանի նկարով կամ ուրիշ մեկի նկարով կիսում է, դա իհարկե պատժելի չի, բայց այս մարդիկ
մենք տեսնում ենք շատերը իրենց նկարներն են տեղադրում Գորշ գալերի այդ ձեռքի նշանը անելուց։ Դա արդեն պետք է պատժել, որովհետև դա արդեն ֆաշիստական ինքննշան է, ինքը արդեն հայերի ու քուրդերի դեմ ֆաշիստական մտածելակերպ է, ու դա արդեն պետք է պատժել ու այդ ամեն ինչի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Ու նաև ասեմ, որ Ֆրանսիայում մենք ունենք մի ուրիշ թերություն, որ այսօր դեռ Ֆրանսիայում մարդիկ կարող են սոցցանցերում իրենք ասել, որ ցեղասպանությունը չի եղել, ու շատ հաճախ այդ նույն թուրքերը, որ Գորշ գայլերի նշան են անում, իրենք նաև ժխտողական են ցեղասպանության նկատմամբ։ Ֆրանսիայում կա ուրիշ օրենք շոայի մասին, եվրեյների դեմ ցեղասպանության մասին, որ եթե ինչ-որ մեկը ժխտողական բաներ է գրում սոցցանցերում, ինքը պատժվում է։ Այսօր պետք է մենք նույն մակարդակին հասնենք հայերի համար։ Այդ ամենք լսեցինք Անահիտ Հակոբյանին, իսկ Ֆրանսիայի կարծիքը մեկնաբանությունը այս մասով ինչպիսին է։ Վալանսի քաղաքապետն է բռնությունը դատապարտել, ֆրանսիական մամուլում բազմաթիվ հոդվածներ կան, կոչեր ուղղված կառավարությանը, որ պետք է ել ավելի զգոնությամբ, ուշադրությամբ հետևել Գորշ գայլերի գործողություններին եւ պատժիչ միջոցներ ձեռնարկել։ Ֆիգարո ամսագրի փոխտնօրենը տեղի ունեցած ռասայական հարձակում է որակել։ Հիշեցնեմ, որ այնուամենայնիվ Գորշ գայլերի գործունեությունն արգելված է եւ Ֆրանսիայում եւ Գերմանիայում, Ավստրիայում էլ ժեստով բարևելն է արգելված։ Այնուամենայնիվ, ինչպես նշեց Անահիտը, նրանք ոչ պաշտոնապես են ներկայանում եւ ոչ միտեղ գրանցված չեն որպես այդպիսին, սակայն նրանք կան եւ արմատացած են ամբողջ Եվրոպայում, ամբողջ Արևմուտքում։ Թուրքական մեդիան էլ է հաճախ ժխտում Գորշ գայլերի գոյությունը, սակայն մենք բոլորս գիտենք, որ բարձրաստիճան պաշտոնյաներ բազմաթիվ իսկապես կապ ունեն այս խմբավորումներին։ Այո, ես վստահ եմ բոլորը կհիշեն Ուրուգվայում Չավուշօղլուն այդպիսի ժեստով դիմավորեց, արձագանքեց ավելի շուտ հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ցույցանող հայերին։ Բայց պիտի նշենք, որ սրանց սպառնալիքը որպես այդպիսին ուղղված չէ միայն հայերի դեմ, որովհետև տեսնում ենք տարբեր բնագավառներում եւ մարզիկների, եւ քաղաքական գործիչների, եւ մշակութային գործիչների, որոնք պարբերաբար այդպիսի ժեստով հանդես են գալիս։ Վերջին հետաքրքիր դրվագն իդեպ հուլիսին էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ թուրքական հավաքականի ֆուտբոլիստը Ավստրիայի դարպասն ուղարկած գոլը տոնեց կրկին այդ ժեստով, ինչից հետո բնականաբար եղավ շատ մեծ աղմուկ եւ UEFA-ն նրան որակազրկեց մի քանի խաղ, այլևս չկարողացավ մասնակցել մի քանի խաղի։ Եվրամիության տարածքում, տարբեր պետությունների տարածքում անընդհատ կոչեր, հորդորներ են հնչում, որ պետք է արգելել նրանց գործունեությունը առհասարակ, արմատախիլ անել։ Նաև առաջարկ կա ահաբեկչական խմբավորումների ցանկում դասել Գորշ գայլերին, սակայն դեռևս հստակ գործողություններ, պատժիչ միջոցներ չենք տեսնում։ Շնորհակալություն Այդա, հանգամանալից ներկայացնելու Ես շնորհակալ։ Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ընդհանուր տարածաշրջանին։ Այս մասին թուրքական Անադոլու գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱՏԱԿ-ին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Վերջինս լավատեսություն է հայտնել հայ-թուրքական ապագա գործակցության վերաբերյալ։ Մենք գիտենք, որ լոգիստիկ շղթաներից շատերը ներկայում արգելափակված են կամ պատշաճ կերպով չեն գործում, և Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար դեպի կենտրոնական Ասիա, Չինաստան, ասել է նա։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Հայաստանում առաջին անգամ իրականացվող ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում ծրագրի մեկնարկի արարողությանը։ Նախարարը նշել է, որ սա լավ հարթակ է ոչ միայն գաղափարների փոխանակման, այլև գործակցության նոր ուղիներ գտնելու համար։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը, որը ևս կարևորել է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը։ Հայաստանում առաջին անգամ տրվել է ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում տնտեսական ծրագրի մեկնարկը, որին մասնակցում են ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ երկրները։ Ծրագիրն իր պատմության մեջ երկրորդ անգամ է իրականացվում ամերիկյան մայրցամաքից դուրս։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը բացման խոսքում նշել է, որ ծրագրի մասնակից երկրների միջև հնարավորությունների կամուրջներ կառուցելու չօգտագործված հսկայական ներուժ կա, և համատեղ ջանքերի շնորհիվ կարող ենք օգտագործել այս ներուժը, որը կվերափոխի ամբողջ
ողջ աշխարհը։ Սա շատ լավ հնարավորություն է իրար միացնել երկու մայրցամաքների տարբեր երկրների Հայաստանի եւ Ամերիկյան մայրցամաքի տարբեր երկրների տնտեսական, ձեռնարկատիրական, կրթական կենտրոնները եւ պետք է նշել, որ Հայաստանը այս պատվին արժանացել է 2024 թվականի մայիս ամսին։ Սա մեզ համար առաջին հերթին տնտեսական հարաբերությունները զարգացնելու եւ բիզնես կապեր ստեղծելու հնարավորություն է։ Ծրագրով Հայաստան ժամանած պատվիրակները կծանոթանան Հայաստանի առանձնահատկություններին։ Մենք շատ մեծ պատվիրակություն ունենք Միացյալ Նահանգներից եւ Արգենտինայից, մյուս երկրներից եւս մենք ունենք պատվիրակություններ, բայց այս երկրներից պատվիրակությունները առավել մեծ թվով են եւ շատ կոնկրետ ծրագրերով են նրանք եկել եւ ես հուսով եմ, որ բանակցությունները կտան արդյունք եւ մենք կունենանք նոր եւ հաջողված պրոյեկտներ։ Հայաստանը որպես հյուրընկալող երկիր համաշխարհային լսարանին կներկայացնի իր կենսունակ նորարարական էկոհամակարգը, տեխնոլոգիական առաջընթացը, գյուղատնտեսական արդի համակարգերը եւ մշակութային ժառանգությունը։ Ծրագիրը կընդգծի Հայաստանի դերը որպես տարածաշրջանում տեխնոլոգիաների, ստեղծարարության եւ ձեռներեցության կենտրոն։ Մի շարք ոլորտներից, այդ թվում թե մասնավոր ոլորտներից, թե պետական ոլորտներից մի շարք մասնակիցներ գալիս են ճանաչելու տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունը, ծանոթանալու բոլոր հնարավոր ոլորտներին, մանրակրկիտ հասկանալու բոլոր այն հնարավորությունները, որ ունի երկիրը, ինչպես նաև ստեղծել կապեր մյուս երկրում, այսինքն խոսքը այստեղ մենակ ներդրումների եւ Հայաստանում ներկայացվածության մասին չի, այլ ինչ հնարավորություններ ունի մեր երկիրը, որ այսպես ասած կարող է ներկայացված լինել իրենց երկրում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև առևտուրը 2020-2023 թվականների ընթացքում եռապատկվել է, նկատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, վստահեցնելով Հայաստանն ԱՄՆ-ի հետ վստահելի գործընկեր է, որի հետ կառուցում են տնտեսական խոստումնալից ապագա։ Մենք սերտորեն գործակցում ենք Հայաստանի հետ, տնտեսական ոլորտում ունենք հաջողություններ եւ շարունակելու ենք այս առաջընթացը։ Մեր ընկերությունները ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանը որպես ներդրումային ուղղություն։ Հայաստանն ունի բազմազան հնարավորություններ, սկսած արագ աճող բարձր տեխնոլոգիաների ոլորտից մինչև էներգետիկա եւ հանքարդյունաբերություն։ Ես նաեւ մեծ ներուժ եմ տեսնում հայ-ամերիկյան առևտրային կապերի ընդլայնման համար։ Հայ-ամերիկյան գործակցությունը տարածվում է ոչ միայն գործարար համայնքի, այլև ակադեմիական հաստատությունների վրա, հավելել է ԱՄՆ դեսպանը վստահեցնելով, ծրագրի մասնակից մյուս պետությունները եւս գործակցելու են Հայաստանի հետ։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։